Մեր խորին երախտիկի խոսքը ասելով այս սրբատեղիին, այն տղաներին, որոնք չզլացան իրենց արունն ու կյանքը դնել հանուն հայրենիքի, եւ այն շիրիմներին ամբողջ Հայաստանով սփռված, եւ այն շիրիմներին, որ մինչեւ Ղարաբաղյան շարժումը արտերկրում եւ աշխարհի տարբեր տեղերում հայ դատի հարց էին լուծում։ Հարգարժան ընկերներ, մենք այսօր համաժողով ենք անում։ Մենք ազատամարտիկներս մի կրկին անգամ ուզում ենք եւ պատրաստ ենք մեր վրա պատասխանատվությունը վերցնել հայ ժողովրդի անվտանգության եւ վաղվա կարևոր օրվա հետ կապված։ Ինչ է։ Խնդիրներ կան բոլորիս առաջ ծառացած։ Հարցեր, որոնք մինչ այսօր որևէ պատասխան չեն գտել։ Օր-օրի ժողովրդի մեջ սահմանվող կասկածանքի նշույլներ, որոնք գնալով ավելի շատանում են։ Մարդիկ, որոնք անտեղյակ ժողովրդի հոգսից ու վաղվա օրվանից բարձրագույն հայտարարություններ են անում։ 88-ին ձեր դիմաց կանգնած եւ ձեր մեջ կանգնած շատերը հասկացան, որ ճանապարհ չկա ժողովրդին պաշտպանելու, պետք է ոտքի կանգնել եւ ոտքի կանգնեցին ու մեծ պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա։ Այսօր այդ նույն մարդիկ այստեղ, այս սրբատեղիում կրկին անգամ իրենց այստեղ գտնվելով փաստում են, որ մենք այո, պատրաստ ենք ժողովրդի հոգսը մեր ուսերին վերցնելու, բայց մեզ ձեր մանդատն է պետք։ Մեզ պետք է որ ժողովուրդը իրոք ասի այո, մենք այսօրվանից անցնում ենք կոնկրետ գործողությունների, այսինքն մենք այլևս որևէ մեկս, որ իրեն հայ է համարում, այլևս ոչ մի անօրինականություն չենք հանդուրժելու, այլևս որևէ մեկին կարևոր չի իշխանական թևից, ոչ իշխանական թևից չենք հանդուրժելու խաբելու ձեզ։